Բոլորի մոտ մի հարց է առաջանալու եւ ի վերջո որ շենքի կամ մի քանի շենքերի մասին այս նախագիծը, որովհետեւ եթե անկեղծ լինենք, որևէ մեկը իր մի սենյակ ավելացրածի համար չի գնա 100 միլիոն տակ, ասի դե չի լինի, թող գան քանդեն։ Հիմա ավելի անկեղծ կարող եք ասել, որ շենքի մասին է այս նախագիծը, ձեր եզրափակիչ ելույթում էլ ինձ շատ հետաքրքիր է, կամ կարող է երկու շենք, որովհետև մտածել, որ 100 միլիոնով բավական լավ տենց մի 6 հարգանի շենք կարելի է կառուցել։ Հիմա չգիտեմ, էլի ես անկեղծ ուզում եմ հասկանալ, որովհետև եթե տրամաբանություն ունենա, որ այդ ապօրինիները պետքա բան անենք, հիմա սենց մի հարց էլ տամ ելույթիս մեջ։ Եթե մի մարդ օրինական տուն է կառուցում իրեն պատկանած հողատարածքում, հետո ավարտական ակտը չեն տալիս, որովհետև պարզվում է, որ ես իմ որ թվականին այդ տան չափը գրելուց սխալ թիվ են գրել, հետո որ վերաչափել են այլ թիվ են գրել եւ այդ հակասության պատճառով այդ մարդու ավարտական ակտը չեն տալի։ Հիմա դուք ինձ կարող եք բացատրել 1.5 հարկանի տուն օրինական մուծումներով, օրինական թույլտվությամբ կառուցած մարդը, ինչի պետք է 100 միլիոն դրամ վճարի, որ իր տունը օրինականացնեն։ Այս 3 կամ 2.5 հարցին խնդրում եմ ձեր եզրափակիչ ելույթում պատասխանել, շնորհակալություն։ Այլ ելույթներ չկան, խնդրեմ եզրափակիչ ելույթ։ Շնորհակալ եմ, եզրափակիչ ելույթը սկսեմ ձեր հարցերի պատասխաններով, իրականում ես ֆիքսեցի, որ ձեր հարցի մեջ մի դրվագ կար, որ դուք էլ եք բարձրաձայնել, ես ըստեյության չէի անդրադարձել դրան։ Տեսեք, ձեր օրինակը, որ մի սենյակ ավել է կառուցվել, նախագիծը հստակ նշում է ամբողջությամբ ինքնակամ կառուցված, այսինքն այդ պատշգամբներ, կից աստիճանահարթակներ եւ այլն, սրանք նախագծի կարգավորման առարկայի մեջ չեն տեղավորվում, այսինքն պետք է լինի այո, նախագծի մեջ հստակ ֆիքսված է, որ ամբողջությամբ պետք է լինի ինքնակամ, հետեւաբար ձեր նկարագրված իրավիճակները, դրանք այս նախագծի տրամաբանության մեջ չեն տեղավորվում, դրա համար չեմ կարողանա ձեր այդ հարցերին պատասխանել նախագծի կոնտեքստում իհարկե։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե 1-2 քանի շինության համար է նախագիծը, բնավ նման նպատակ չկա, որովհետև նման նպատակ ունենալու պարագայում նախագծի կարգավորումները կարող են ձևակերպվել լրիվ այլ տրամաբանությամբ։ Այս պահին դաշտը բաց է բոլորի համար, ինչպես ասացի, եթե կլինի անհատական բնակելի տուն կառուցած քաղաքացի, որը հնարավորություն կունենա, ցանկություն կունենա այս մեխանիզմով անցնելու, նաև զրկված չէ դրանից, եւ ի վերջո այստեղ այնքան բարդ չափորոշիչներ են սահմանվում այս process-ը անցնելու համար, այնքան փաստաթղթերի խումբ է հավաքագրվում, որը որ ի սկզբանե պետք գար, եթե քաղաքացին գնար քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու ճանապարհով։ Հետևաբար սա նորից ասացի, որ գործնականում ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք որ ապացուցում են, որ կա որոշակի իրավական վակուում եւ դրա համար պետք է նախատեսել որոշակի կարգավորումներ։ Այս նախագիծը բացառապես դրա մասին է եւ անհամաչափ կարգավորումները հնարավորինս համաչափության դաշտ եւ տրամաբանության դաշտ անելու մասին է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարգելի գործընկեր